Խորհրդային Հայաստանի խաղաղ առավոտներից մեկն էր, երբ սկսվեց հայրենական մեծ պատերազմը։ Լճապցի պատանի Բենյամին Մկրտչյանը 100,000-ավոր հայրենիների պես մեկնեց ռազմաճակատ, պաշտպանելու հայրենիքը մարդկության չարիք ֆաշիզմից։ Ժապավենի նման եկան անցան հայրիկիս կյանքի անմարդկային ծանր օրերը, տարիները, բանակ, պատերազմ, ռազմագերի, հայրի փրկարար մեծն դրոյի հայ մարդ կերտող լեգիոնը, ֆրանսիական լեգիոն, ֆրանսիական պարտիզան, աքսոր վերադարձ, երազած փափագած հայրենիք ու ի վերջո 25 տարվա ազատազրկում։ Մոսկվայի Արմենիա-տաղավարում Բենյամին Մկրտչյան կյանքի ճամփաներով փաստագրական ֆիլմի ցուցադրություններ, ֆիլմ, որը դիտելու են եկել Մոսկվայի հայ համայնքի, հասարակական կառույցների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ, որպեսզի հասկանան, թե ինչու հայրենականի սպասված հաղթանակն ու ընկերտողների շատերը հայտնվեցին Խորհրդային Հայաստանի բանտերում, ենթարկվեցին կտանքների ու նվաստացման, ովքեր դարձան մեղավոր 100,000-ավոր հայրենիների հանիրավի դատապարտման ու հայրենիքի դավաճանի պիտակով Ստալինի եւ Բերիայի ստեղծած մահվան ճամբարներ աքսորի համար։ Փաստագրության, բայց կենթանի հույզի վերածված պատմությունը ոչ միայն հար եւ նման խեղված ճակատագրերի ու հայրենիքի հանդեպ հավատի, այլև պատմական արդարությունը վերականգնելու ճանապարհի մասին է։ Սեփական ժողովրդի պատմության հետ առերեսվելու հրամայականով, նկատում է ֆիլմի գլխավոր հերոսի կրտսեր որդին, պատմաբան Աշոտ Մկրտչյանն ու հավելում, որ պատերազմը բոլորից խլեց նրանց մանկությունն ու երիտասարդությունը, բայց չկարողացավ խլել հավատն ու սերը առ հայրենիք։ Նման ֆիլմերի ներկայացումը, ինչպես ասեցի, դա սթափություն է, որ հասկանանք, որ մեր տեսակը ինքը վտանգված է եւ ինքնության գնահատականը պետք է արժևորել, հասկանալ, որ անցյալի պատասխանատվությունը կարևոր է, արդարության վերականգնումը կարևոր է։ Դահլիճի լռության մեջ էկրանին չխամրող հիշողություններ խորհրդային եւ անկախ Հայաստանի Հանրապետությունների բարդ ու հակասական պատմական ժամանակաշրջանի մասին։ Ժամանակաշրջան, որտեղ հայ Անցյալի պատասխանատվությունը կարևոր է, արդարության վերականգնումը կարևոր է։ Դահլիճի լռության մեջ էկրանին չխամրող հիշողություններ խորհրդային եւ անկախ Հայաստանի Հանրապետությունների բարդ ու հակասական պատմական ժամանակաշրջանի մասին։ Ժամանակաշրջան, որտեղ հայ մարդուն էր վիճակված պայքարել ապրելու, ինքն իրեն ու իր արժեքները ճանաչելու եւ ինքնաճանաչման ոտքի կանգնելու։ Նկատում է ցուցադրության կազմակերպիչ համազգային հայ կրթական եւ մշակութային միության Ռուսաստանի կառույցի պատասխանատուն ու հավելում, որ սա ֆիլմ է ոչ թե անցյալի, այլ ապագայի մասին։ Ազգայինի նկատմամբ մեծագույն հարգանքի գաղափարով։ Պատմությունը կրկնվում է եւ առաջին հանրապետության անկումից հետո, երբ իշխանության եկան բոլշևիկները, բնականաբար առաջին հերթին ուզում էին ոչնչացնել մեր հիշողությունը, ուզում էին ոչնչացնել մեր ազգային ընկալման, մեր հայի հոգեկերտվածքը ամբողջացնող կարևոր արժեքները, ինչը մեզ օգնում էր հայ մնալու, ունենալու ազգային նկարագիր, ազգային հոգեկերտվածք եւ ազգային տեսլական։ Այսօր էլ նույնն է կատարվում եւ մեզ տանում են այդ ուղղությամբ, համարելով, որ մենք պետք է համակերպվենք, մոռանանք պատմությունը, մոռանանք, կորցնենք հիշողությունը եւ դառնանք այնպեսին, ինչպեսին պետք է աշխարհի ուժերներին։ Անկան տասնամյակներ անց սերունդների հիշողությունը չի խամրել։ Աքսորվածի եւ ինքնության փնտրտուքի մեջ գտնվողի տառապանքի ճանապարհը մեծ դաս է կրկնվող սխալներից խուսափելու եւ պատմական հիշողությունը պահպանելու, վերարժևորելու իմաստով նկատում են ֆիլմի քննարկման բոլոր մասնակիցները։ Գիտեք ինչ, մենք այնպես մի ժամանակաշրջան ենք ապրում, մեզ հիմա սովորել է պետք։
Մենք շատ բաներ ընդհանրապես շատ դասեր չենք ստացել եւ դրա հետևանքով հիմա սայթակում ենք սխալներ ենք թույլ տալիս։ Այսպիսի պատմությունները ուրեմն բերում են նրան, որ մենք ցույց ենք տալիս, որ կարելի է պայքարել։ Բենյամին Մկրտչյան կյանքի ճամփաներով ֆիլմի սցենարը կառուցված է մի սովորական հայ մարդու Բենյամին Մկրտչյանի անձնական կյանքի հուշերի վրա, ով 25 տարվա աքսորից վերադառնալուց հետո տարիներ անց այն շարադրեց համանուն գրքում։ Ֆիլմը էկրանավորել են ռեժիսոր եւ դերասան Վլադիմիր Մսրյանը, մոնտաժի ռեժիսոր Արման Մսրյանը, Հայաստանի վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանն ու լրագրող Սուսաննա Հովհաննիսյանը։ Շատ լավ նրբանկատ աշխատանք էր կատարվել, ամեն ինչ հիանալի էր, շատ զգացմունքային, ամեն ինչ շատ շեշտ է, ամեն ինչը շատ լավ էր դրված։ Ազգասիրությունը, մարդկությունը իր մեջ այնքան շատ էր, որ այդ տվել է իրան ուժ, որպեսզի ապրի, ամեն ինչի մեջով անցնի ու գա հասնի իր հայրենիքին, շատ մեջս տպավորվել էր այդ ամեն ինչի մեջով, ոնց որ ես էլ իրանց հետ ապրեցի։ Մեծ հայրենականի ռազմաճակատ մեկնած 600,000 հայերից գրեթե կեսը չվերադարձավ, իսկ 19,000-ն էլ հայրենիքի դավաճանի պիտակով Ստալինի հրամանով աքսորվեց հեռավոր Սիբիր։ Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին 100,000-ավոր բռնադատված եւ զոհված հայերի հիշատակը։ Հայրս մինչև իր կյանքի վերջը ծառայեց մարդուն, հայ մարդուն։ Ֆիլմի ցուցադրությունը հիշողության, արցունքների, հիշատակի, հույզերի, հույսի եւ հավատի երեկո էր։ Սուսաննա Հովհաննիսյան, Անտոն Չուվանով, Արման Մսրյան, Մոսկվա, Երկիրն այսօր։